Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հարցում։ Մենք հանուն Հանրապետության կուսակցությունը ողջունել ենք Եվրամիության այս հանձնառությունը և միամտաբար կարծում ենք, թե բոլորը պիտի ողջունեն։ Ինչ է հիբրիդայինը։ Հիբրիդայինը կեղծ լուր է և շինծու սկանդալ, հազարավոր բոտեր ու ֆեյք էջեր, կիբերհարձակում կայքերի և տվյալների դեմ, կեղտոտ փող ընտրաքվե առնելու, գնելու համար, վախեցնելու, բաժանելու, տրոհելու տեխնոլոգիա։ Նպատակը մեկն է՝ կոտրել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, թուլացնել պետությունը, գողանալ մարդկանց քվեն, Հայաստանը դարձնել կառավարելի։ Եվրամիության աջակցությունը նշանակում է կիբերպաշտպանություն, մասնագետներ, գործիքներ, Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժամիջոցներ, որպեսզի ցանկացած արտաքին միջամտություն, հատկապես ռուսական, ադրբեջանական, վաղ փուլում հայտնաբերվի և չեզոքացվի, և ամենակարևորը՝ պաշտպանվի քաղաքացու քվեն, ընտրությունը։ Ու հիմա հարց. ինչու են ոմանք խառնվել իրար։ Եթե դուք կապ չունեք այս գործիքների հետ, պիտի միայն ուրախ լինեք, որ պետությունը պաշտպանվելու մեխանիզմ է ստանում։ Իսկ եթե նյարդայնացել եք, կնշանակի կամ ինչ-որ բան եք պատրաստվում անել, կամ ինչ-որ բան եք ուզում թաքցնել։ Միևնույն ժամանակ, ոչ մի արտաքին օգնություն չի փոխարինում մեր տնային աշխատանքին։ Պետք է զրո հանդուրժողականություն հանդես բերել ապօրինի փողի նկատմամբ, պետք է սահմանել անխուսափելի պատիժ քվե գնելու համար, պետք է սահմանափակել մեդիայի և սոցցանցերի մանիպուլյացիաները, ապահովել կիբերանվտանգություն, օրենքի հավասար կիրառում և ամենակարևորը՝ ընտրություններին ժողովրդավարության թշնամի ուժերի և անհատների մասնակցության արգելում, ինչպես արվեց Եվրամիության մի շարք երկրներում և Մոլդովայում։ 2026 թվականին Հայաստանի ապագան պետք է որոշի քաղաքացին, ոչ թե ռուսական տոքսիկ փողը և քարոզչական ցանցերը։